տեսեք, ասենք երեք էլ ցավալի լուրերը տարածվեց, որ եպիսկոպոսների նկատմամբ հերթական ճնշումները, տեսակ մեղադրանքներ առաջադրեցին, որ չգնան եպիսկոպոսաժողովի մասնակցեն։ Սա ինչ պիտի տա, ասենք թե իշխանությանը մեր, հա, ասես։ Լավ, չգնացին, չմասնակցեցին, ասենք թե մի 6-7 եպիսկոպոս բացակայեցին։ Մասնակցության ֆորմատները տարբեր է լինում։ Ես իհարկե չգիտեմ մեր վեհապար հայրապետը ինչ ֆորմատով կորոշի եպիսկոպոսական ժողովը կատարել, բայց հիմա ներկա ժամանակաշրջանում նույնիսկ եթե այլ երկրում որոշեն, որ ժողովը տեղի ունենա, չէ, հիմա ասենք այն ժամանակ, երբ որ կովիդով այո, ժամանակաշրջանում, կովիդի պատճառով եւ այդ ժամանակաշրջանում հեռակապ էր, չէ։ Այո, հեռավար անցկացվեց, Այսինքն կարող է նմանատիպ ֆորմատ լինի, հազար տարբերակներ կան, այսինքն երբ որ ճնշումներ է գործադրվում, բնականաբար մարդիկ պիտի փորձեն տարբերակ գտնել։ Այո, չի բացառվում, որ այդ տարբերակը ընտրվի, ճիշտ եք ասում։ Ես չեմ կարող ասել։ Հա, ուղղակի չի բացառվում, այո։ Պարզապես ասում եմ, թե իմ կարծիքը, թե ինչ կարա լինի, եթե Եվ որպես փորձառու հոգևորական տերուսիկ գյումրեցիներին լավ ծանոթ, գյումրեցիներ կողմից սիրված, ի վերջո ինչ է սպասվում, ինչ է սպասվում, հա, ինչի սպասենք։ Ավարտը։ Իհարկե կարծում եմ հոգևորական եք հաստատ դրական լույսի սպասում պիտի ներշնչեք, հա, պիտի ասեք, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց տեսնելով այս ամեն ինչը մի փոքր իրատեսական, եթե կարելի է։ Իրատեսական է, իրատեսականի մասին մտածում եմ, որ ասեմ, ուրեմն երբ որ մարդը հիվանդ է լինում եւ գնում է բժշկի, բժիշկը ախտորոշում է տալիս այդ մարդուն, ասում է հիվանդ ես, պիտի բուժվես։ Եթե մենք ասենք, թե չէ, հիվանդ չենք, բուժման կարիք չունենք, ուրեմն հետեւաբար կլինի դա մի դրություն, երբ որ մենք մեր վեճիրը կայացնում ենք։ Բայց եթե ասում ենք այո հիվանդ ենք, հարկավոր է բուժվել եւ այդ բուժման եղանակները քրիստոնեական հատկապես վիճակով որ տեսնում ես, ինչպես է մարդը քրիստոնեական գաղափարներով, այո ավետարանով, Աստծով եւ նաեւ կարգավորություններով, դիսցիպլինայով բուժվում եւ այդ դիսցիպլինայի բուժման process-ի մեջ այո հնարավորություն կա մեզ որպես հայ ազգի շտկվելու։ Բայց եթե մենք մեր ախտորոշումը չենք ընդունում, ասում ենք, չէ, մենք հիվանդ չենք, կարիք չունենք բուժման, ու հետեւաբար դա գնալու է իր վերջնական արդյունքին, այսինքն վատ արդյունքին։ Ուրեմն սա է մեր առաջ դրած այս ընդրության հնարավորությունը։ Մենք կհասկանանք, որ հիվանդ ենք, բուժման անհրաժեշտություն ունենք, թե կասենք չէ։ Բայց դեռ ինչ եք կարծում, հասկանում ենք, հասկացել ենք, թե դեռ անորոշ վիճակ է մեզ մոտ, ոչ հասկանում ենք, ոչ էլ հասկացել ենք։ Ինձ թվում է, որ հասկացողներ կան, բայց կա նաև մի մաս հայ ազգի մեջ, որ ինքը դեռ լիարժեք չի պատկերացնում իրականությունը, ինչ է տեղի ունենում կամ ինչ է տեղի ունեցել։ Եվ իրենց մոտ էլ այդպես նկատում ես, որ խորքային ցանկություն չունեն լիարժեք տեսնելու իրավիճակը։ Պարզապես մագերեսորեն են նայում շատ հարցերի։ Այսինքն օրինակի համար մի օրինակ բերեմ ընդամենը, ասենք մի լավ բան է տեղի ունենում, ասում են, ահա, այս մի բանը եղավ, էլ մնացած ինչ վատ որ տեղի ունեցել, դա մոռացիոն մատնվեց, այո։ Բայց դա ճիշտ չէ, որովհետև պետք է ամբողջականության մեջ մենք կարողանանք շարժվել եւ ապրել։ Հետևաբար, ասենք, նույն հաջողությամբ ցանկացած երկրի թշնամին է կարող է մի լավ բանի ընդունակ լինում անի այդ երկրի համար, հետևաբար ասեն, տեսակ լավ բան արեցին, չէ՞, այս մարդուն թշնամի համար։ Այսինքն դիտարկվում է ամբողջական, ամբողջ կոնտեքստի մեջ։ Հիմա մենք որ ասում ենք մեր թշնամին օրինակի համար պայմանական հայ ազգը որ ասում է որ մեր թշնամին, այսինքն ոչ պայմանական, ուղղակի իմաստով մենք ասում ենք, չէ՞, մեր թշնամին թուր կնա։ Ինչ ենք ասում դա։ Պատմությունից եկած հիմքեր ունի, այո։ Ճանապարհ անցած վիճակ է։ Հիմա այսինքն որ թուրքը պայմանական բենզինը էժանացնի կամ ասենք մի հատ չգիտեմ։ Բայց ասում ենք արդեն լավ է, ասում ենք տեսեք ինչ լավ է։ Մենք հիմա էժան բենզին ենք գնում։ Բենզինը կամ յուղ է կամ չգիտեմ ձեթը էժան բերի մեզ տա, մենք ասենք կամ հիմա ասում ենք համեմատաբար խաղաղ է, տեսեք սահմանին էլ զինվոր չի զոհվում։ Դե, այսպեսի տարբեր վիճակներ կարելի է բերել մեջտեղ ու մոռացության տալ
մեր պատմությունը, մոռացության տակ անցյալը, թափված այժմը, արդյունքը եւ մնացած բաները։ Լավ, բայց եկեղեցին ինչով է խանգարում այս պետությանը։ Իմ եկեղեցին ասում է եկեք բոլորի հետ ճշնամություն անենք, հա, թուրքերի հետ ճշնամանանք, լավ չապրենք, որ ինքը այդպես կարճած է եկեղեցուց, հա, պիտի բարենորոգենք եկեղեցին։ Հայ եկեղեցին ամենահզոր սյունն է հայ ազգի։ Այո։ Եթե այդ սյունը փորձը մեկը քանդել, ուրեմն նշանակում է ինքը արդեն ձեռ է մեկնում հայ ազգի իր բարոյական, իր կերպարի, որպես հայ մարդու կերպարը փչացնելու գործում։ Այսինքն, երբ որ մեկը ուզում է քանդել, պետք է մի քանի սյուներ քանդի, հիմա երկուսը քանդված է։ Այսինքն ազգային գաղափարական մասով կարելի է տեսնել, որ բավականին խարխուլ է, այո։ Մեկը հայոց բանակն ու մեր Արցախի հարցը լուծեցին, երկրորդը Սփյուռքի հարցը գրեթե լուծել են, մնացել է ազգային մի բան հայ եկեղեցին, որը որ տարերով իր հայ ազգին պահել է որպես հայ մարդ։ Հիմա էլ է պահում։ Հուսանք չի հաջողվում։ Հիմա էլ է պահում։ Հիմա ասենք օրինակի համար Արտասահմանում կամ Ռուսաստանում կամ մեկ այլ տեղ, որտեղ որ գոյություն ունի հայկական համայնք, ով է պահում, ինչ Հայաստանի իշխանությունն է պահում։ Հավատքը, այո, առաքելական։ Մեր, ասենք, հավաքվելու միասնականության տեղը դեպի եկեղեցի է գալիս։ Եվ եկեղեցի է գալիս իրար սիրող մարդիկ, իրար չսիրող մարդիկ։ Այնտեղ կարող է հանդիպեն իրար կամ չհանդիպեն, բայց գալիս են միտեղ։ Հանդիպումներ, նույնիսկ ամուսնություններ, բարեկամություններ, հարազատություններ, միավորողը եկեղեցին է եղել։ Եվ այդ միավորումը հոգևոր միավորման մասին է բնական, ոչ թե ասենք նյութական կամ ինչ-որ մի այլ տեսակի։ Այսինքն միավորում է հոգևոր իմաստով ցույց տալու համար քո ազգայինը։ Այո։ Մեր եկեղեցին շատ տարբերվում է։ Բայց միշտ էլ եղել են բոլոր ժամանակներում, հա, եկեղեցու նկատմամբ տանորություն չի, ինչ է կարծում, ոչ մի անգամ չի հաջողվել, եկեղեցին միշտ կանգուն է մնացել, ինչ է կարծում այս անգամ էլ, հա, հուսանք։ Պատմության մեջ, երբ որ 1922 թվականին եպիսկոպոսներից կարծեմ Աշոտ Շահբազյան, եթե չեմ սխալվում, կարող եմ լավ չհիշեմ, բայց ինքը հենց այդ շարքերը գնաց, որ դու դեմքուս եկավ եկեղեցու նվիրապետական կարգերին եւ 27 թվին աղերսում էր ներողություն ինչ կատարած սխալի համար։ Այսինքն պատմության մեջ մենք այս տեսակի բաներ տեսել ենք։ Նոր չի։ Այո, եպիսկոպոսը դուրս է գալիս իր սեփական եկեղեցու նվիրապետական կարգի դեմ։ Եվ այդ իմաստով նորություն չէ, բայց մյուս կողմից էլ կուզենանք հասկանալ, թե ինչի համար պիտի մահապարտ անձնավորությունը գնա այդ քայլին, այո։ Չէ՞ որ մահապարտ արդեն կարգավիճակը ենթադրում է իրեն նվիրվածության բարձրագույն աստիճանը։ Այսինքն իրենից ենքում պատկերացրեք ազգի հերոսը դառնա դավաճան։ Բայց լինում է։ Այդպես էլ է լինում, փաստորեն պատմության մեջ էլ է լինում, այո։ Դե հիմա մենք էլ ուզում ենք, որ մեր հայ ազգը ճշմարտության հայացքով նայի իրադարձություններին, ոչ թե ինչ որ իրեն հրանցնում են այդ հայացքով տեսնի, դիտարկի։ Հիմա ցավոք սրտի սուտ ու գեղեցիկ այնքան շատ է տարածվում, մանավանդ հնարավորությունները կան տարածելու այն մարդկանց, որոնք որ հենց այդ քարոզն են տանում, սուտ ու գեղեցիկի քարոզն են տանում, իրենք ավելի շատ են հնարավորություն ունենում ու շատ են տարածում։ Հետևաբար մենք էլ պիտի մեր մայր եկեղեցում լինենք, որովհետեւ այնտեղի ձայնն լսենք, որովհետեւ կարողանանք այդ ճշմարտությամբ զորանալ։ Հետևաբար եթե մենք սկսենք մենակ ինֆորմացիան չվերլուծելու ընկալել այդ ինֆորմացիան, ինչպես որ ինքը մեզ հрамցվում է, հետևաբար կսխալվենք։ Ու մեր սխալի պատճառով կարող ենք ինքներս մեզ վնասել եւ վնասել այն հասարակությանը, որը որ մեզ հետ շփվում է։ Շնորհակալ եմ շատ Տեր հայր։ Ուրեմն հրապարակի զրուցակիցը Գյումրու Սուրբ 7 Աստվածածին եկեղեցի 7 վերք, Սուրբ Աստվածածին է եկեղեցու անունը, ժողովուրդն է ասում 7 վերք, նեգատիվ ունենալով հրաշագործ պատկերը, կա այս եկեղեցում, բայց իր բունան Սուրբ Աստվածածին է։ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ուսիկ քահանա Գրիգորյան։ Շնորհակալ ենք շատ Տեր Ուսիկ։